Այդ արտագաղթողները հիմնական դեպքերում ոչ թե ծայրահեղ վատ ապրելու պատճառով են Հայաստանից արտագաղթել, այլ ուղղակի մարդիկ ասել են, որ մենք չենք ցանկանում ձեր օրենքներով ձեր ստեղծած համակարգում ապրել, ու ուղղակի խաղաղ կերպով թողել հեռացել են Հայաստանից։ Քաղաքական ռեպրեսիաները, ռեսուրսների կենտրոնացումը ու բազմաթիվ այդպիսի քայլեր մարդկանց զրկում են քաղաքական պրոցեսների մասնակցելու։ Ու այդ հայոյանքներով խոսնել հենց Փաշինյանն է մտցրել։ Օր-օրի դառնում է միանձնյա դիկտատոր։ Փաշինյանը ԱՄՆ-ում հանդիպեց Ալիևին Թրամփի միջնորդությամբ։ Հենց այդ ժամանակ, այսինքն բոլորի ներկայությամբ ինքը կարող էր այդ հարցը բարձրացնել ու ամեն հավանականությամբ այդ հարցը տեղում կլուծվեր։ Որովհետև ես չեմ կարծում, որ Ալիևը այն մարդն է, ով տեղում կարող էր Թրամփին չի ասել։ Ողջույն բարեկամներ, ես Դավիթ Ղազարյանն եմ, Մարտական եղբայրության քաղաքական թևի ներկայացուցիչ Մասիս Շիրոյանի հետ հերթական անգամ կքննարկենք այս շաբաթ տեղի ունեցած իրադարձությունները։ Բարև ձեզ։ Վաղ շաբաթի քաղաքապետի ընտրությունները այս շաբաթվա կարևորագույն իրադարձությունն էին, որի արդյունքով ԿՊ-ն միանձնյա կարող է նշանակել քաղաքապետ։ Հիշեցնենք, որ այս ընտրություններին մասնակցել էին ընտրողների 45%-ը։ ԿՊ-ն իր հերթին ստացել էր ընտրություններին մասնակցած ընտրողների մոտավորապես 48.5%-ը։ Ստացվում է, որ իշխող ուժը ստանալով 25%-ից էլ պակաս ձայն, ընդհանուր ընտրողների 25%-ից էլ պակաս ձայն, ի վիճակի է միանձնյա ընտրել քաղաքապետ։ Ինչ գնահատական դուք կտաք այսպիսի ընտրական օրենսգիր գրողներին, որոնք ստեղծում են նման իրավիճակ, երբ փաստացի ստացվում է, որ քաղաքապետը ոչ լեգիտիմ ինչ-որ անձնավորություն է։ Նախ պետք է հիշենք, թե ովքեր են այս սահմանադրությունը գրողները, առհասարակ սրանից առաջ որ սահմանադրություն գրեցին, ընտրական օրենսգիր գրեցին, ինչպես նախկինում օրինակ Փաշինյանն էր ասում, Սերժի հագով կոստյում էին կարում, չէ, հիշենք, բոլորս հիշում ենք մեծ լսողները, դիտողները ու հայ հանրությունը հիշում է, ուղղակի ժամանակ առ ժամանակ պետք է հիշացնել սրա մասին, որ սրա ճարտարապետները իրենց շատ սիրելի նախկիններն են, ում այդքան շատ քննադատում են։ Հիմա, երբ որ հնարավորություն է տրվում, այսինքն կապ չունի, թե քանի մարդ է մասնակցել ընտրությունները համարել կայացած, ու իրենք համարում են դա լեգիտիմ ընտրություններ, այստեղ արդեն խախտվում է հենց ընտրության իրավունքը, որովհետև ընտրության չգնալն է ընտրության ձև, այսինքն երբ որ խոսում են, ասում են, դե երկրում չեն, տեղում չեն, դրա համար չեն մասնակցել, միգուցե 10-15% մաքսիմում տեղում չլինեն, այսինքն այդ պատճառներով ընտրությանը չմասնակցեն։ Մնացածը ընտրության չեն մասնակցում, որովհետև իրենց համար նախընտրելի տարբերակներ չեն առաջարկում։ Հանրության մի հսկա մաս իրենք գիտակցում են, որ եղածների մեջ իրենց ընտրելու տարբերակ չեն առաջարկում, որովհետև մարդիկ գիտակցում են, որ բոլոր քաղաքական ուժերը մեկ են։ Օրինակ նախկինների թեկնածուն Վաղարշապատում Քավոր սանիկական կապերի մեջ է ներկաներից նախարարներից մեկի հետ ընկերական, ջերմ բարեկամական կապեր են, բայց պետք է նաև հասկանանք, այն չընտրողները դա նույնպես իրենց կողմից ակցիա է։ Այսինքն, երբ որ ժամանակին օրինակ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին 300-350 հազար մարդ Հայաստանից արտագաղթեց, դա խաղաղ անհնազանդության ցույց էր։ Ինքը ուղղակի այլ կերպ իրականացվեց։ 350 հազարը դա ավելի մեծ քանակ է, քան 2018 թվականին հեղափոխության մասնակցած մարդկանց թիվն է։ Այդ արտագաղթողները հիմնական դեպքերում ոչ թե ծայրահեղ վատ ապրելու պատճառով են Հայաստանից արտագաղթել, այլ ուղղակի մարդիկ ասել են, որ մենք չենք ցանկանում ձեր օրենքներով ձեր ստեղծած համակարգում ապրել, ու ուղղակի խաղաղ կերպով թողել հեռացել են Հայաստանից։ Հիմա այն ովքեր որ մնացել են ու ընտրությանը չեն մասնակցում, այս մարդիկ էլ են իրենց ձևով, իրենց քաղաքական քայլն են անում, ասում են մենք խաղաղ կերպով անհնազանդություն են ցուցաբերում ձեր իրականացած ընտրությունների, մենք ձեզնից որևիցե մեկին չենք ընտրում, որովհետև դուք մեզ ընտրություն չեք առաջարկում։ Իսկ ինչի ընտրություն հնարավոր չի առաջարկել, որովհետև քաղաքական ռեպրեսիաները, ռեսուրսների կենտրոնացումը ու բազմաթիվ այդպիսի քայլեր մարդկանց զրկում են քաղաքական պրոցեսների մասնակցելուց, այսինքն քաղաքական ուժերը չեն կարողանում օրինակ կուսակցություն գրանցել, որովհետև բազմաթիվ խմբեր կան, ովքեր որ թղթեր են տվել, որ պետք է գրանցեն իրենց կուսակցությունները չեն գրանցվում, կամ օրինակ
բռնաճնշումներ են իրականացնում, փորձում են քայքայել նոր ձևավորվող խմբերին շատ դեպքերում, ու դրա համար տեղերում հնարավոր չի իրականացնել այդ ընտրությունները։ Բացի այդ, թիմ ընտրությունները դարձնելով քաղաքական ընտրություններ, սա էլ էր մեծ խնդիր, որովհետև առհասարակ թիմերում մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ ընտրությունները իրականացում։ Դրանք քաղաքական ընտրություններ չեն նախ եւ առաջ, ու այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում, իրենք համարում են, որ դա քաղաքական է, որովհետև իշխանությունները այդպես են ձևակերպել, դրա համար չեն մասնակցում, բայց մեծ հաշվով ով է ընտրվել։ Մարդ, ով ներկայացվել է ոչ թե որ ՔՊ-ի քաղաքական դեմքն է, քաղաքական ներկայացուցիչն, այլ մարդ, ով տեղում որոշակի հեղինակություն է վայելել իր անձի շուրջ։ Նույնը մենք տեսանք ընտրություններ Գյումրիում, այնպես չէ, որ Գյումրիում, ասենք, կոմունիստները մեծ ձայն ունեն։ Դա անձի վրա հիմնված քաղաքական տեղական համակարգ է։ Այսինքն այդ մարդուն շատ են հարգում, գնում են ընտրում։ Կամ օրինակ Ռուբեն Մխիթարյանի ձայն էին տվել, չէ՞։ Ռուբեն Մխիթարյանի քաղաքական թիմի անունը մենք չենք էլ հիշում։ Մենք գիտենք Ռուբեն Մխիթարյանն, ու ես վստահ եմ գյումրեցիների մեծ մասը ով Ռուբեն Մխիթարյանի ձայն է տվել, իրենք չգիտեն Ռուբեն Մխիթարյանի քաղաքական թիմի անունը։ Գիտեն Ռուբեն Մխիթարյանին։ Ու նման կերպով թիմ ընտրությունները կազմակերպվում են, այսինքն անձերի շուրջ են հիմնված։ Հիմա սա էլ է մեծ խնդիր, որ մարդկանց ձեռքում է, ասում են գնացեք ընտրություն կատարեք կուսակցությունների միջև, որովհետև ինչ է նշանակում թիմը ունենա կուսակցական ուղղվածություն, կարող է ունենալ, պետք չէ դրա վրա արգել դնել, բայց եթե մարդ օրինակ լավ կառավարիչ է, տնտեսությունից լավ է հասկանում, քաղաքային տնտեսության մասն է խոսքը, քաղաքային լավ կառավարիչ է, կամ գյուղերն, գյուղական համայնքները կարող է լավ կառավարել, բայց չի ցանկանում ինքը ակտիվ քաղաքական դիրքորոշումներ հայտնել, ինքը տեղում կարող է լավ կառավարել, իր մաքսիմումը այդ է, իր ձգտումն այդ է։ Ինչու են ստիպում մարդկանց ինտեգրվել որոշակի քաղաքական խմբերի մեջ ու խաղալ այդ խաղը, որը լավ բանի չի հանգեցնում։ Իրենք սրանով էլ են ամբողջ ցախողել այս համակարգով։ Մենք տեսանք հենց այդ Արգիշտի Մեխակյանը, ով ձայն է հավաքել, էլի իր անձի շուրջ է ձայնը հավաքել։ Իրենք մաքսիմում քիչ են ներկայացրել։ Սրա մասին Միչայելոս միշտ քննադատում ենք Էդմոն Մարուկյանին մեր եթերներում, բայց ասեմ, որ Էդմոն Մարուկյանը օրինակ շատ լավ ու հանգամանից ներկայացրել է, որ թիմ ընտրություններում իրենք ինչպես են դա հաղթել, շատ հիմնավորված, որ նրանք գնացել են ընտրության ու ընտրել են Արգիշտի Մեխակյանին զուտ իր ճանաչելիության հաշվին, իր հոր համար, ով մեծ ավանդ է ունեցել Արցախյան առաջին պատերազմում, կամ երբ որ խոշորացված համայնքի ժամանակավոր պաշտոնակատար է եղել, այդ ժամանակ իշխանությունները որոշակի հարաբերություններ ունեցել, կարողացել է որոշակի գործ ծավալել։ Բայց սա չեղավ քաղաքական ընտրություններ ու լեգիտիմ էլ պետք է չհամարվի առհասարակ, երբ որ ընտրության մասնակցության թիվը 50%-ից նվազ է, պետք է հաշվի առնել նաև չմասնակցողների կարծիքը։ Իրենք սրա շուրջ առհասարակ քննարկումներ չեն իրականացնում, ինչն է պատճառը, որ մարդիկ չեն մասնակցում ընտրության, ինչն է պատճառը, որ մարդիկ համատարած մասնակիցների մերժում են։ Ու ընդդիմադիրների համար սա պետք է խնդիր լինի, այսինքն այդ իբր թե ընդդիմադիրներ, ովքեր որ մասնակցել են ՔՊ-ին դեմ ծրագրով, իրենք պետք է իրենց էլ հարցն ասեն, լավ, ՔՊ-ին գնաց 25000 ձայն տվեց, 25000, 15000, 25%-ը։ Եվս մնացածն էլ ձայն տվեցի մնացած ուժերին։ Բայց ովքեր որ չեն մասնակցել, դրանք ինչի չեն մասնակցել, ինչի օրինակ իրենց ձայն չեն տվել։ Ոչ իրենց են ձայն տվել, ոչ ՔՊ-ին, լավ, հասկանում ենք, այդ մարդիկ ՔՊ-ին մերժել են, բայց իրենց ինչի են մերժում։ Սրանք բազմաթիվ հարցեր են, որոնց շուրջ իշխանությունն էլ ընդդիմությունն էլ այսօր պարլամենտում պետք է նման հարցի շուրջ քննարկում կազմակերպեին, հրավիրեին, հասկանային ինչ խնդիրներ կա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օտարվում են ընտրությունից առհասարակ։ Դա մենք տեսել ենք Երևանի ընտրություններում 28% մասնակցությամբ Երևանը քաղաքապետ ունի։ Երևանը կառավարվում է 28%-ի կարծիքով։ Այս ընտրությունների ընթացքը եւս բացառություն չէր եւ կեղծիքները բազմաթիվ էին, լույսերի անջատումներ եւ այլն, 30 տարի է ոչինչ չի փոխվում այս երկրում, բայց ամեն դեպքում այս ընթացքից բողոքում էին մարդիկ, ովքեր մասնագետն էին ընտրակեղծիքների ժամանակին։ Արդյոք այս մարդիկ իրավունք ունեն բողոքելու, չէ՞ որ նրանք են ստեղծել այս ընտրական ավանդույթը։ Այս ավելի լուրջ հարց է, իրականում ակնհայտ է, որ 96 թվականին օրինակ մենք ունեցել ենք նախագահական ընտրությունների կեղծում։
Դրա մասին, երբ որ օրինակ 2008 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս եկավ մասնակցեց ընտրության, այդ ժամանակ ինքը կես բերան չհայտարարեց, ներողություն չխնդրեց հայ հասարակությունից, որ այո, այն ժամանակ ընտրակեղծիք է եղել ու հիմքը այդ ժամանակ դրվել է ու նման կերպ շարունակվել։ Բայց հիմա ասենք Քոչարյանը, Սերժը կամ իրենց հարակից քաղաքական ֆիգուրները բողոքում են ոչ արդար ընտրություններից։ Ու իբր թե իրեն ժամանակ էլ ընտրությունները արդար, օրինակ Քոչյանը քանի անգամ ներկայացրել է, չէ, ես 2 փուլով եմ ընտրությունները հաղթել, իմ ժամանակ մաքսիմում դեմոկրատիա էր։ Մեր հասարակությունը դրա վկան է, 3 միլիոն վկա կա։ Ամենավատն է, որ 3 միլիոն վկա կա։ Բոլորը տեսել են, թե ինչպես է ընտրություն կեղծվում, բոլորը։ Ու փոխանակ դրա համար իրենք գոնե ներողություն խնդրեն, չընդունելով իրենց սխալը, իրենք ասում են, որ երբ որ մեզ հնարավորություն տրվի, մենք շարունակելու ենք նույն ձև։ Այսինքն մենք ճիշտ ենք արել։ Ու ասում են մենք սխալ չենք արել, մեր ժամանակ խնդիր չի եղել։ Մեզ լսողներն ասեմ, ով չի տեսել, որ Հայաստանում օրինակ ընտրակաշառք են բաժանել։ Ու ասեմ, ջեմից սկսած բաժանում են, օրինակ երկրի ջեմերից կհիշեք, ջեմ էին բաժանում։ Գումարները սկզբից 5000 դրամներ, հետո 10000 դրամներ, 15, 20000։ Հանրապետականը բաժանում էր, Բարգավաճը բաժանում էր, Դաշնակցությունը բաժանում էր, բոլորը բաժանել են։ Բոլորը այդ ընտրակեղծարարության մեջ մասնակցություն են ունեցել։ Ու հիմա գույս աղջիկապես կանգնում ասում են, որ մենք այդպիսինը չենք, մեր մասին սխալ կարծիք ունեք, ո՞նց այդպիսինը չեք, դուք եք այդ ամեն ինչի հիմքը դրել։ Սրանք էլ քանի որ ավելի երիտասարդ են, ավելի տեխնոլոգիաներին լավ են տիրապետում, այլ մեթոդներով են փորձում ընտրությունները կեղծել։ Չեք հասցնում, այսինքն այդ գումար տալով չեն կեղծում։ Տեխնոլոգիապես են կեղծում, խառնում են իրար, հետո բաժանում են, հետո միացնում են, հետո PR-ով են մրցակցում, ամեն ինչով իրենք ավելի առաջ են, քանի որ ավելի երիտասարդ թիմ է, ավելի լավ են տիրապետում, այդ գումարներն իրենք են ծախսում, իրենց գրպաններն են դնում, այլ կերպ են ներկայանում, բայց արդարության հանգամանք այստեղ գոյություն չունի։ Ռեպրեսիաներ են ենթարկում, փորձում են ճնշեն ու ունենում ենք այն, ինչ ունենում ենք, այն ինչ ունեցել ենք 96 թվականից սկսած։ Վարչապետ Փաշինյանը ենթադրում է, որ վաղար շաբաթում իր թիմակիցի կողմից քաղաքապետ ընտրվելը մեկ քայլ իրեն մոտեցնում է կաթողիկոսին հեռացնելու իր նպատակին։ Վաղար շաբաթի քաղաքապետի որևէ կուսակցության պատկանելը կաթողիկոսի ով լինելու վրա ազդում է ինչ որ կերպ։ Ինչ կապ ունի վաղար շաբաթի քաղաքապետը որ կուսակցությունից է։ Այսինքն Գյումրիում էլ իրենց մարդը չի։ Թե ուղղակի որ կաթողիկոսը նստում է հենց այդ համայնքում, հա, հենց այդ քաղաքում։ Դե մարդիկ դրա համար տենց են իրենք ուղղակի հասկանում որ համայնքապետարանի շենքը մոտիկ է Մայրաթորին, հա, դրա համար ավելի հեշտացնում է գործը։ Չէ, սրանք իրար կապ չունեցող են։ Իրենք այլ բան են ասում։ Իրենք այլ բան են ասում են, քանի որ մենք կարողացանք հաղթել վաղար շաբաթում, մենք կկարողանանք հաղթել եւ համապետական ընտրություններում։ Բայց դա այդպես չի, այսինքն թիմ ընտրությունները առհասարակ կապ չունեն համապետական ընտրությունների հետ։ Թիմերում մարդիկ ընտրում են ծանոթին, ընկերոջը, բարեկամին, համապետականում ավելի քաղաքական ընտրություն է, չնայած որ նման էլի ընտրություն են կատարում, բայց ավելի քիչ է։ Այսինքն թիմերում կարող է ենթադրենք, օրինակ Կապանի օրինակը բերենք, Կապանում կարող է հաղթել շան դաշինքով ներկայացված տեխնացում, բայց կարող է թիմ ընտրության ժամանակ հակառակ պատկեր ունենանք։ Օրինակ հաղթի, չգիտեմ, հանրապետականը կամ դաշնակցությունը կամ ԿՊ-ն շան դաշինք օրինակ պարտվի Կապանում կամ հակառակ պատկեր ունենանք։ Կոմունիստները հաղթել են երկրորդ քաղաքում։ Հիմա ինչ մենք տեսնելու ենք թիմ ընտրությունները, որ կոմունիստները ինչ որտեղ հաղթելու են, հա։ Սա լավագույն ցուցիչն է, որ մենք բոլորս հասկանում ենք, որ կոմունիստները չեն հաղթել։ Այսինքն սա թիմը այլ է, կամ ասենք ապրելու երկիրը։ Հարաքյալ համայնքում է հաղթել ապրելու երկիրը, բայց ապրելու երկիրը կամ նոյեմբերյան համայնքում էինք հաղթել, բայց ապրելու երկիրը որպես այդպեսին ինքը այս բան քաղաքական process-ում մենք հասկանում ենք, որ այն քաղաքական ուժը չի, որը որ կարող է որևէ համապետական ընտրության ժամանակ լուրջ հայտ ներկայացնել։ Դրա լավագույն օրինակ որ Երևանի ընտրություններում մասնակցեցին ու քիչ թե շատ Երևանում ավելի քաղաքական էր ընտրությունները, այդ ժամանակ իրենք չնայած որ մեծ ռեսուրսներ ծախսեցին, մեծ PR կամպանիա կազմակերպեցին, բայց անհաջողություն գրանցեցին։ Վարչապետ Փաշինյանն ասում է, որ մեր քաղաքական կյանքում հարկավոր է սահմանել նոր կանոններ, իրենք իրենց կուսակցության մեջ քննարկել են եւ եկել են այս եզրակացության։ Մեր առաջնորդը նշելով, որ ինքը եւս
մեր քաղաքական բարքերի կրողն է, հայհոյանքներ, ոչ քաղաքական խոսք, անհաջող ձևով կատակել ասելով, որ դրա համար ես ամեն օր գնում եմ եկեղեցի, ամեն կիրակի գնում եմ եկեղեցի, Աստծուց մեղքերի թողություն խնդրելու։ Եթե իրոք հայհոյանք պարունակող եւ անպատասխանատու քաղաքական խոսքը վերանա մեր հանրությունից, ո՞ր քաղաքական ուժերը կմնան։ Նախ հայհոյանք պարունակել չպարունակելը մի բան է, պատասխանատու խոսք ունենալ չունենալը մի այլ բան, որովհետեւ իրենք կարող են չհայհոյել, բայց առավոտից երեկո սուտ խոսել։ Ու այդ հայհոյանքներով խոսնել հենց Փաշինյանն է մտցրել։ Այսինքն ինքը սկսեց հայհոյել ու հիմա, չգիտեմ, հայոց նոր կանոնագիր է գրում, հա, որը կվերաբերվի նաև աշխարհիկ մարդկանց, ոչ միայն հոգևոր դասին է վերաբերվելու, այլ նաև աշխարհիկ մարդկանց, ինքն է մտցրել։ Ինքն է այդ կարմիր գծերը ջնջել։ Հայ հասարակության մեջ, չգիտեմ, ընդունված չի եղել հայհոյելը։ Մենք հայհոյանքով հասարակական քաղաքական կյանք չենք ունեցել։ Այդ իրենք մտցրեցին հայհոյանքը, հիմա դա էլ երկու ծայր ունի, երկու սուր ծայր ունի։ Այդ իրենց սրած բիզը երկու սուր ծայր ունի։ Երբ որ սկսել է իրենց խփել, իրենք փորձում են հետ քայլ անել։ Օրինակ մարտական եղբայրության միաբանությունը երբեք նման խոսակցության մեջ չի փորձել մտնել, փորձել է խոսք ավելի բովանդակային կառուցել։ Ու այն ինչի տակից մենք օրինակ կարողանում ենք դուրս գալ, հենց այդ ենք խոսում։ Ու փորձում ենք դա անել ավելի բովանդակային, ավելի հիմնավորված, որովհետև հայհոյանքը ինքը լրջացնում է, հիմնական խնդրից շեղում է մարդկանց։ Իրենք իրար հայհոյում են կարգին հաղորդման բոշափչացած խոսույթով, իրար հայհոյելով բուն խնդրից շեղում են։ Մեր խնդիրները այդ հայհոյելը չի։ Այսինքն այնպես չի, որ չհայհոյեցին ամեն ինչ տեղն է ընկնելու։ Իրենք իբր թե անտագոնիստներ են, բայց առհասարակ անբովանդակ խոսակցություններ են անում, նույն բանն են կրկնում, նույն բանն են ասում ու իմիտացիա անում, թե իբր հակառակ բաներ են խոսում։ Փաշինյանը փորձում է հիմա իբր ավելի բովանդակային դաշտ տանել ու ինքը դաշտում ներկանալ նոր կերպ, ընտրություններն ընդառաջ, որովհետև կերպարել է իր համար անդադ փնտրում։ Գլխարկներն է փոխում, չգիտեմ, շորերն է փոխում, վիդեոների տարբեր ձևեր են նկարում։ Ներեցեք, իսկ վարչապետը ամեն դեպքում նման իրավունք ունի սահմանելու թող ով պետք է հայհոյանքով խոսի, ով պետք է չխոսի։ Դե սրա մասն էլ ենք ժամանակին ասել, երբ որ իրական Հայաստանի գեղագիտական, չգիտեմ, ինչ էր հայեցակարգեր մշակում, այդ ժամանակ ինքը մշակույթին, արվեստին ասում էր պետք է սենց լինի, պիտի նենց լինի, որը մենք ասացինք, որ շատ նման է 20-ից 40-ականների ցենզուրային դրված ու առհասարակ սովետական միության ցենզուրային, բայց բոլշևիկյան խիստ ռեպրեսիաների ժամանակաշրջանի ցենզուրային է նման, ինքը փորձում է օրակարգը բերել ու հիմա ինքն է որոշելու։ Ինքն է որոշում առհասարակ ով պետք է կաթողիկոս լինի, ով չէ, ով ում հայհոյի, ով չհայհոյի, այսինքն ինքը հայտ է ներկայացնել դառնալ Հայաստանի Կիմ Չեն Ինը։ Սա աննորմալություն է։ Մենք հիմա սրա վրա կարող է խնդանք, կարող է ծիծաղենք, բայց հաջորդ քայլին ինքը գնալու է ավելի մոտ այդ դիրքը ստանձնելուն։ Ամենևին ծիծաղելի չէ դրություն։ Ինքը անընդհատ օր-օրի դառնում է միանձնյա դիկտատոր։ Այն բոլոր երկրների նման, ովքեր որ դիկտատորները վերջում անհաջողություններ ունեցել, ծաղրուծանակի առարկա են դարձել, բայց ինքը գնում է այդ ճանապարհով։ Ինքը փորձում է նմանվել այդ ղեկավարներին, արդեն այդ մարդու մոտ, չգիտեմ, հոգեկան շեղումներ են հենց այդ ուղղությամբ, որ ինքն է, Աստծուց հետո ինքն է այս երկրում հայ ազգի համար, ինքը կարող է նորի կաթողիկոս հռչակել, հոգևոր, չգիտեմ ինչ, ամեն ինչի ղեկավար են, հայտնի դիկտատոր ֆիլմ կա, նման մի կերպար է իրենց փորձում ստեղծել։ Բաքվում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները շարունակում են ծանր պայմաններում ապրել, եւ նրանցից մեկը Վիգեն Էլջեքյանը գտնվում է շատ ծանր վիճակում։ Կնոջ հետ հեռախոսային խոսակցության արդյունքում մեզ համար պարզ է դառնում, որ մեր հայրենակիցները գերության մեջ գտնվող վատ են սնվում, այս մարդու խոսքերով նրանց միայն թե եւ հաց են տալիս, իսկ ինքը մասնավորապես այլևս չի կարողանում քայլել, բժշկական օգնություն չի ստանում։ Պետական մակարդակով այսպիսի վերաբերմունք Ադրբեջանի կողմից որևէ գնահատականի չի արժանացել։ Մեր քաղաքական գործիչները չեն խոսում այս մասին ուղղակի։ Մենք անգամ չենք ասում գերիների ազատելու, չազատելու մասին, ուղղակի գերիների պահելու պայմանների մասին որևէ գնահատականներ չեն հնչում։
Նախ ինչու են մեր քաղաքական գործիչները շարունակում լռել եւ մասնավորապես այս մասին Փաշինյանն ասել էր, որ ԱՄՆ-ին խնդրել է, որ ուշադրության կենտրոնում պահի հայ գերիների հարցը։ Ինչ կլինի, եթե այլ պետություններ ունենան ավելի կարևոր գործեր եւ չկարողանան ուշադրության կենտրոնում պահել հայ գերիների հարցը։ Մենք պետք է շարունակենք լռել։ Փաշինյանը ԱՄՆ-ում հանդիպեց Ալիևին Թրամփի միջնորդությամբ։ Հենց այդ ժամանակ, այսինքն բոլորի ներկայությամբ ինքը կարող էր այդ հարցը բարձրացնել ու ամենայն հավանականությամբ այդ հարցը տեղում կլուծվեր։ Որովհետև ես չեմ կարծում, որ Ալիևը այն մարդն է, ով տեղում կարող էր Թրամփին չի ասել։ Եվ եթե ինքն ասում է ես գնում եմ խաղաղության, ես պատրաստ եմ հո երեխա չենք, հավաքվել ենք լուրջ մարդկանցով լուրջ բան ենք քննարկում, դրանից հետո ինքը չէր կարող չի ասել։ Հետևաբար, այսինքն Փաշինյանն ու Ալիևը ունեն այլ պայմանավորվածություններ գերիների մասով։ Իսկ այդ գերիները ուղղակի գերիներ չեն։ Ամեն անգամ ասում ենք, այդ մարդիկ դատվում են ամբողջ Հայաստանի Հանրապետության անունից, այսինքն Հայաստանի Հանրապետության են դատում, մեզ են դատում։ Դատավարության արդյունքում հետո պարզ կդառնա, թե մենք ոնց ենք հատուցելու, այսինքն այդ մարդիկ ուղղակի իրենք չեն հատուցելու։ Այսինքն այնպես չի, որ 20 քանի հոգին երբ որ դատվեց այնտեղ բանտարկվեց, իրենք են պատիժը կրելու։ Դա հետո գալու են Հայաստանից ստանան, Հայաստանի Հանրապետությունից։ Դա լինելու է, չգիտեմ, ադրբեջանցիների Հայաստան գալու ձևով, դա լինելու է ռազմատուգանքներ վճարելու ձևով, բազմաթիվ պարտավորություններ վերցնելու ձևով, անխոչնդոտ ճանապարհ տալու ձևով։ Այս հարցերը, որ Ադրբեջանը հենց սրա ուղղությամբ է անում, դա լինելու է, որ Հայաստան դադարելու է իր համար, իր անվտանգության համար պահանջվող զորք պահելուց, այսինքն իրան արգելելու են, ասել են դու այսքան զորք չես կարող պահես, քանի որ դու այնա ցուցմունք են տվել կամ դատել ենք, ապացուցված է, որ դուք ագրեսոր պետություն եք։ Իրենք սրան են փորձում հասնել։ Այլ դրա համար, որպեսզի տարածաշրջանում դուք խնդիրներ չառաջացնեք, դուք իրավունք ունեք նորմալ բանակ ունենաք, զինվեք, չգիտեմ, որպեսզի կարողանաք ձեր պաշտպանությունն իրականացնել։ Մենք կիրականացնենք ձեր պաշտպանությունը։ Ադրբեջանը փորձում է հասնել դրան, որ ինքն է վերցնելու Հայաստանի պաշտպանությունը։ Իսկ մենք հասնում ենք դա ինչի է հանգեցնում, այսինքն երբ որ Ադրբեջանը մեզ սկսել է պաշտպանել, դա դառնալու է, որ Հայաստանի ադրբեջանացման են գնացել։ Այս մարդկանց առհասարակ պետք է արգելվի օր առաջ։ Չնայած որ այս պահին նախադրյալներ չկան, որ առաջը կանխելու, բայց մենք պետք է ամեն օր որոշակի գործ անենք, ստեղծենք կազմակերպված թիմ, քաղաքական թիմ, որը կկարողանա փիլիսոփայորեն հակադրվել եղած համակարգին, որովհետև սա մի օրվա բան չի, սա հետևողական, այսինքն առաջին նախագահ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ ու հենց այս վերջինը, որ արդեն վարչապետը, այս քաղաքական թիմերը հետևողական տարել են Հայաստանի պարտության։ Ու սա ձևակերպում արդեն Ադրբեջանը վերջնական կետերն է գրում իր համար, որ Հայաստանը վերջապես համարվի պարտված։ Այնինչ Հայաստանի Հանրապետությունը կարողացել էր հաղթել իրենց ներկայացած այդ Ադրբեջանին, որը եւ առաջարց Արքանի ժամանակ էլ մեզ մի քանի անգամ ավելի շատ էր գերազանցում, քան այսօր։ Այն որ մեզ առավոտից իրիկու փորձում են ներկայացնել, որ դե այլ տարբերակ չկա, քանի որ պարտվել ենք, հնարավոր չի, դա էլ է կեղծ թեզ։ Մենք դրա համար ենք ասում, Հայաստանում քաղաքական դաշտը պետք է բաժանվի երկու մասի։ Նրանք, ովքեր որ խաղաղության, իսկ իրականում պարտության կողմնակիցներ են, եւ նրանք, ովքեր որ պատերազմ, իսկ իրականում հաղթանակի կողմնակիցներ են։ Մենք պետք է հասկանանք ով է։ Ու եթե դուք պարտվողներ եք, ճանապարհը բաց է, կարող եք գնալ ձեր եղբայրների հետ ադրբեջանցի։ Գնաք այնտեղ ապրեք։ Տեսնեմ լավ է թե վատ։ Մեր տեղը խնդրում եմ որոշումներ մի կայացրեք, որովհետև հայ ազգի մեծ մասը ինչպես ընտրության չի մասնակցում, այդպես էլ ինքը պարտությանը կողմնակից չէ։ Որովհետև պարտվողներն են դուրս գալի քաղաքական ասպարեզ, իրենք են փորձում համոզել։ Այսինքն բոլորը նույն բանն են ասում, հասարակությունը հիմար չի։ Հավաքականորեն հայ ազգը բավականին իմաստուն որոշումներ է կայացնում։ Ու այն որ ինքը ընտրության չի մասնակցում, ինքը հասկանում է, որ ընտրություն չկա, ում մեջ ընտրեմ երկու պարտվողի, երկու հանձնվողի, երկու Հայաստանը զիջողների մեջ չեմ ընտրում։ Եվ հենց դրա համար կարող եք բաժանորդագրվել մեր Facebook-յան էջին, YouTube-յան ալիքին, Telegram-յան ալիքին, ինչպես նաև բաժանորդագրվել մեր Patreon-ին, կատարեք նվիրատվություններ կատարեք նաև մեր հիմնադրամին, որպեսզի մենք ավելի շատ գործ կարողանանք անել ու ավելի շուտ կարողանանք հասնել մեր առջև դրված նպատակներին։ Ինչպես նաև կարող եք մասը կազմել մարդկական եղբայրության միաբանության
եւ նրա կողմից ստեղծվելիք ազգային հեղափոխություն կուսակցության հիմնադրմանը մաս կազմել։ Մենք գնալու ենք այդ ճանապարհով, գնալու ենք հաղթանակի ուղով ու ի վերջո հաջողելու ենք։ Դուք կարող եք սրա մասը կազմել ու մեզ հետ համատեղ քայլել այդ ճանապարհը։ Վերադառնանք պակաս կարևոր դրվագներին։ Ալեն Սիմոնյանը լուրջ քաստ հաղորդման ընթացքում ասել է, որ իր Զախարովայի հասցեին հնչեցրած արտահայտությունները, որոնք շատ հաճախ կոպիտ էին, իրականում ոչ քաղաքական էին, այդ արտահայտությունները որևէ կերպ չեն ազդում Ռուսաստանի, Հայաստանի նկատմամբ ունեցած քաղաքական նպատակների եւ քաղաքական վերաբերմունքի վրա։ Հիմա հարցն այսպեսին է, բա ինչից է կախված Ռուսաստանի քաղաքական վերաբերմունքը կամ ցանկացած այլ պետության քաղաքական վերաբերմունքը մեր նկատմամբ։ Եթե մեր քաղաքական գործիչների խոսքերը չեն ազդում, ապա ինչու ենք մենք օրինակ արտաքին գործերի նախարարություն պահում։ Հենց այդ Ալեն Սիմոնյանն ասում է, ես իրենց սիրող խոստովանություն անեմ, թե հայո եմ, դրանից Ռուսաստանի մոտ ոչինչ չի փոխվելու։ Ինքը նախ պատկերացնում է արտաքին քաղաքականությունը կամ սիրող խոստովանություն անելով, կամ հայհոյելով։ Այսինքն իրենց պատկերացած արտաքին քաղաքականությունը հենց էս է։ Ու սա էլ է մանիպուլյացիա։ Առաջին հայացքից կարող է թվալ, այո, Ռուսաստանը կայունությունը, որն իր առջև ունի դրած խնդիրներ, չգիտեմ, տասնամյակների, հարյուրամյակների ու գնում է այդ ճանապարհով, բայց ախր սա ասում է մարդ, որը որ իշխող քաղաքական ուժի երկրորդ դեմքն է։ Հիմա հարց. բա դուք ինչ եք անում այդտեղ։ Այսինքն իր ասելով իրենք լինեն թե չլինեն, նույն բանն է լինելու։ Այս ինչի համար ենք մենք արտաքին գործերի նախարարություն պահում։ Կամ առհասարակ ինչի համար ենք կառավարություն պահում, կամ ինչի համար եք դուք մասնակցում առհասարակ քաղաքական process-ներին, եթե ձեզնից որևիցե բան կախված չի։ Ռուսաստանն անելու են ինչ որ անում է։ Ու իրենք լսած չկան հակադիր շահեր, համադիր շահեր կամ փորձել ընդհանուր եզրեր գտնել։ Արտաքին հարաբերությունները հենց սրա համար է, չէ՞։ Փորձում եմ պետությունը պետության հետ ընդհանուր շահ գտնել կամ շահերի բախումները փորձել հարթել, դաշնակիցների հետ ավելի խորացնել հարաբերությունները, փորձել համադրելով խորացնել եւ հաջորդ տարբերակը ինքը առաջարկում է, ասում է կամ էլ պետք է զիջենք, այնպես ինչպես օրինակ որոշակի ստրատեգիկ կարևոր նշանակության թեմաներ, ինչպես զիջել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, իրենք կամ զիջելով են պատկերացնում, կամ էլ ուղղակի ինքնահոսի թողելով մեկը Ռուսաստանը իր անելիքները անելու է։ Սա խեղճատակություն է։ Սա իրենք իրենց դեմ ցուցմունք են տալու հայ հանրությանն, ասում են ժողովուրդ մի ընտրեք այդ ուժին, որովհետև այդ ուժին ընտրելուց կամ չընտրելուց ոչինչ չի փոխվելու։ Ձեր կյանքում էլ չի փոխվելու։ Իրենք անմեղսունակ են ներկայանում։ Հետևությունը թողնում եմ ձեզ, այդ մարդն ասում է մենք չկանք։ Ռուսները որոշում են, ռուսներն անում են։ Մենք իրենց ինչ ասենք, հայոյենք էլ բան չի փոխվելու։ Ասում եմ ուղղակի սրտահովանք էր հայոյեցի։ Եվ ամեն դեպքում, եթե որևէ բան կախված չէ, ավելի լավ չէ գեղեցիկ քաղաքական խոսք ասել։ Իրականում կախված է, ինքը հենց դերը ստում։ Հենց իրենցից է կախված, բամից է կախված։ Իրենք եկել են հայ մարդու քվեն 21 թվականին ստացել են, չնայած որ էլի 50%-ի կարգերը մասնակցել, բայց այդ քվեն ստացել են, ասում են մենք լեգիտիմ ենք։ Հիմա որ դուք լեգիտիմ եք, ինչի համար եք լեգիտիմ, որ ինչ անեք։ Որ մեր տեղը որոշումներ կայացնեք, չէ՞։ Որ որոշեք, թե որ պետության հետ ինչ քաղաքականություն եք վարում, որ որոշեք, թե ներքին կյանքը ոնց եք կազմակերպում, արտաքին հարաբերությունները ինչպես եք կազմակերպում։ Հիմա եթե դա ձեզնից կախված չի, դուք այդ քվեն վերցրել եք ու ասում եք մեզնից կախված չի։ Այսինքն միայն Ռուսաստանից է կախված։ Կամ ինքը օրինակ է բերում, ասում է կամ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, այդ պետությունների անուններն էլ ինքը տալիս։ Այսինքն դուրս է գալիս, որ իրենք բոլորով որոշում են մեծ պետությունները։ Հայաստանն էլ պետք է սպասի, թե իրեն նամակով ինչպես կտեղեկացնեն կամ ինչպես շատ դեպքերում իրենք ասում նորություններից ենք իմացել։ Այդ ցուցմունքն է իրենց դեմ, որ հարգելի հայրենակիցներ մեզնից կախված բան չկա, հետևաբար կարող եք չընտրել։ Երբ որ կլինի 26 թվականի ընտրությունները, սա էլ պետք է հիշեցնել հայ հանրությանը, որ իրենք առհասարակ կապ չունեն այդ ընտրության հետ, որովհետև իրենք ոչինչ չեն անելու։ Դատարկություն է։ Եկեք ամեն դեպքում չհասկացող մարդկանց համար ավելի պարզաբանենք, թե ինչի է կարևոր գեղեցիկ քաղաքական խոսքը մեր քաղաքական գործիչների շուրթերից։ Երիտասարդ քաղաքական գործիչների սերունդ է մեծանում եւ մարդիկ, որոնք քաղաքականության մեջ չկան դեռևս, բայց ցանկանում են նոր մտնել քաղաքականություն, օրինակ ռուս, ասենք երիտասարդ ինչ-որ քաղաքական գործիչ, տեսնում է, որ հայ քաղաքական գործիչները նման տեղ վերաբերմունք ունեն։
Եվ ինքը այլ հավասար պայմաններում, ռուսերեն ասած при прочих равных, որոշում է կայացնելու Հայաստանի դեմ միշտ։ Սա է պատճառը, որ Աստվածաշնչի այս նախադասությունը մենք մեկ անգամ եւս մեջ բերել ենք։ Սկզբում էր բանը։ Ամեն ինչ սկսվում է խոսքից։ Երևի թե Ալեն Սիմոնյանը պետք է մի փոքր աշխատի այս ուղղությամբ եւ ոչ միայն նա։ Ալեն Սիմոնյանը հակառակ ուղղությամբ էլ աշխատել։ Ինքը ասում էր 20 թվականին ես Մոսկվայում մեջ չգիտեի ում կոշիկները ինչ անեի։ Ասում եմ, մեզ մարդկանց ուղեղը չի հասնում, որ քաղաքականություն։ Բայց թե կարիք չկար, բան չէր փոխվելու, չէ՞ կոշիկներ ինչ որ բան ուզում անել եղբայր։ Ինքն ասում է, որովհետեւ կոշիկները լիզեմ, թե չգիտեմ, հայերեն մեկը նույն բանն են անում։ Ինքը չի հասկանում, չգիտեմ, որ դրանից չի կախված։ Ջանջիգեր անելով, կոնյակ խմելով չի հարցը լուծվում։ Կարող է դա նշանակություն ունի, դեր խաղում, բայց դա 3% կարող է դերը լինել այդ ամեն ինչի։ Հիմնական հասկանում եք պետություններ են։ Պետություններ, որտեղ որ կան ընդհանուր շահեր ու շահերի բախումներ։ Իրենց գործը գնալ ընդհանուր եզրեր գտնելն է, թե ԱՄՆ-ի, թե Ֆրանսիայի, թե Ռուսաստանի, թե հարևանների։ Հիմա իրենք հասկանում են, որ լինելու բանը լինում է։ Նույնն էլ Ռուսաստան, Ադրբեջանը են անում։ Ասում դե լինելու բանը լինում է, Ադրբեջանն է անում է, մենք չենք կարող այդտեղ որևիցե բան անել։ Փառք Աստծո, մեր առաջնորդը արդեն նոր կանոնագիր կգրի եւ Ալեն Սիմոնյանը եւ այլ քաղաքական գործիչները կիմանան, որ թե ինչ նախադասություններ պետք է ասեն այլ պետությունների քաղաքական գործիչների հասցեին։ Ալեն Սիմոնյանը նաեւ ասում է, որ իրենք չեն իմացել պատերազմի սկսվելու մասին։ Մինչև Ալեն Սիմոնյանը բազմաթիվ մարդիկ ասել են, որ մենք տեղյակ ենք պատերազմի սկսվելու մասին։ Նույն Դավիթ Տոնոյանը ասել է, Արծրուն Հովհաննիսյանը ոչ մենք եթերով, այլ նաեւ հենց մեզ է ասել, որ օգոստոսին արդեն մենք մտածում ենք գնումներ կատարելը, արագացնելը, չգիտեմ, մոբիլիզացիա հայտարարելու մասն ենք մտածում, ունի գազբանը։ Եթե Ալեն Սիմոնյանը դրա մասին տեղյակ չեն, բայց դա Ալեն Սիմոնյանի խնդիրն է։ Միգուցե իրեն տեղյակ չեն, բայց այդքան լուրջ չեն վերաբերում իրենց քաղաքական թիմի ներսում։ Բայց եթե իմացել է ու հիմա հայտարարում է, որ չի իմացել, դա ստում է։ Սերժ Սարգսյանը իր ոդքասթում էլ ասաց, որ մենք տեղյակ ենք, որ պատերազմը սեպտեմբերին սկսվելու է։ Նույնիսկ օրվա մասն են իմացել։ Էս էլ են սուտ ասում, այսինքն տեսեք, եթե մարդիկ այդ նույն լուրջ դեմքով դուրս են գալիս, ուղղական հայտ ստեր են ասում, իրենց մնացած ասածներն են սուտ։ Կիսա ճշմարտություններ ասելով, հիմնականում սուտ բաներ խոսալով, փորձում են հաճոյանալ ձեզ։ Սուտ են խոսում ու լավ բանի էլ չեն բերելու, այսինքն երբ որ իրենք ասում են լավ է լինելու, այդ լավ լինելը իրենց համար է լավ լինում։ Երբ որ իրենք ասում են ապագա կա, գալիս են ընտրության, ապագան իրենց համար էր, ՔՊ-ի համար էր ապագան, որովհետև կհիշեք 20 թվականի իրենք չէին պատերազմից հետո նոյեմբերից հետո իրենք չէին մտածում, որ իրենք ապագա ունեն Հայաստանում։ Երբ որ ասում են ապագա կա, սա իրենց ապագան է։ Երբ որ ասում են խաղաղություն, դա չի նշանակում խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, դա նշանակում է խաղաղություն հայ ժողովրդի եւ իրենց միջեւ, որովհետեւ իրենք հասել են այդ խաղաղությանը։ 20 թվականին իրենք սրա մասին չէին կարող երազել։ Գոյություն չուներ այդ թիմը։ Ու եկավ այդ խաղաղությունը հաստատեց Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Իրենք եկան որպես միջնորդ, հանդես եկան հայ ժողովրդի եւ Փաշինյանի ԿՊ-ի միջեւ, խաղաղություն բերեցին ու ապագա բերեցին ԿՊ-ի համար։ Դրա համար են որ այդ մարդիկ մեծ խոսում։ Կարծես թե մոռացել են, որ Արցախը տերը տվեցին, չգիտեմ, Հայաստանի սահմանները սկսեցին փոփոխել, Հայաստանի ինքնիշխանությունը զիջում է ու դեռ համարձակություն ունեն դուրս գալ ինչ-որ բան խոսելու։ Մի բան ասում են մենք մասնակցելու ենք, հաղթելու ենք, ես ինչ ենք անելու։ Գլուխներդ պատով եք տալու, ոչինչ չեք անելու։ Այսօր այսքանը քննարկելու թեմաները իրականում շատ են եւ դրանք գնալով շատանալու են, քանի որ իշխող կուսակցությունը մտադրություն ունի ավելի ու ավելի շատ բան զիջել իշխանությանը մնալու համար, իսկ մարտական եղբայրություն, միաբանությունը ամեն ինչ անում է, որպեսզի խափանի իրենց ծրագրերը, որպեսզի Հայաստանի Հանրապետությանը ոտքի կանգնացնի ու սկսենք նոր դարաշրջան, որը կլինի ոչ թե խաղաղության, այլ որը կլինի հաղթանակի դարաշրջան, հաղթանակ բոլոր ոլորտներում։ Լավ, զորություն։